Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր զրուցելու ենք ռազմական լրագրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիրվարդ Մարգարյանի հետ։ Տիկին Մարգարյանն թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մեզ հետ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեր թույլտվությամբ սկսենք մեր հարցազրույցը։ Ես եմ շնորհակալ, համեցեք։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հետևորդներին ավելի ճանաչելի ու ավելի ընկալելի լինի ձեր կերպարը, սկսենք այնտեղից, սկսենք ձեր անցած ճանապարհից, դուք բավականին երկար ճանապարհ եք անցել ռազմական լրագրությունից մինչև քաղաքացիական լրագրություն եւ այս ճանապարհին բնականաբար նաեւ հանրային հասարակական գործունեությամբ եք զբաղվել։ Եկեք մի քիչ հեռվից գանք, դուք փորձեք ավելի մանրամասն ներկայացնել ձեր անցած ճանապարհը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, 45 տարի արդեն այդ ճանապարհին եմ։ Դպրոցը ավարտելուց, համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել։ Աշխատել եմ Ազատ Արցախ թերթում, այն ժամանակ կոչվում էր Արցախ պարզապես։ Հետո մի քանի տարի հետո ինձ հրավիրեցին, տեսան, որ ես բանակի մասին շատ եմ գրում, ինձ հրավիրեցին պաշտպանության բանակը եւ ասացին ուզում են ինձ կանչել, որպեսզի գնամ ծառայության։ Ես խնդրեցի մի շաբաթ ժամանակ տրամադրել մտածելու համար, հաջորդ օրը հրամանատարի տեղակալը անձնակազմի հետ տարվող աշխատանքների ասած ժամանակ չունենք սպասելու։ Այդպես մի տեսակ ստացվեց այնպես, որ ես մտածելու ժամանակ էլ չունեի, այդպես կանչվեցի, միշտ ասում եմ, ինձ զորակոչեցին եւ գնացի պաշտպանության բանակ, որտեղ ծառայել եմ 15 տարի եւ կարծում եմ, որ դա նախ խնամության կամոք էր, որտեղ ես այդտեղ իսկապես գտա ինձ, ես ճանաչեցի իսկական հերոսներին, միշտ ասել եմ ու ասելու եմ, ինչքան էլ դրսից գրեի նրանց մասին, ինչքան էլ պատմեին, դա այլ է, երբ դու ներսում ես, երբ իրենց կողքին ես, զորավարժարաններում, խրամատում, առաջնագծում, ավելի լավ ես ճանաչում իրենց, ավելի մոտիկից ես տեսնում, ինչ են շնչում, ինչպես են ապրում, ինչպես են պայքարում, դիմադրում, եւ ես պատիվ ունեցա ծառայելու 15 տարի պաշտպանության բանակում, որը իմ կենսագրության թագնոպսակն եմ համարում, եւ որը նաեւ պատճառ դարձավ, որ ես բազմաթիվ գրքերի հեղինակ դարձա։ Ես պարզ չէի կարող չգրել նրանց սխրագործությունների մասին, չէի կարող չարձանագրել նրանց սխրանքները եւ դարձա գրքերի հեղինակի։ Ոչ միայն իրենց կենսագրությունը ես գրեցի, կերտեցի, տարեգրություն ստեղծեցի, այլև գրեցի իմ կենսագրությունը։ Երբ արդեն զորացրվեցի տարիքային պատճառով, կրկին վերադարձա դարձիս շրջանս յուր, վերադարձա արդեն Ազատ Արցախ դարձած, այդ գլխագրով դարձած թերթը, եւ Ազատ Արցախում էլի գրում էի բանակի մասին, զինվորի մասին, ճանաչած հրամանատարների, իմ հերոսների մասին։ Ես Ազատ Արցախ հանրապետական թերթում ներկայացնում էի բանակը, ինձ այդտեղ կատակով, ես լուրջ կեսկատակ ասում էին մեր ռազմական թղթակիցն է, վերադարձել է, հիմա էլ նույն գործով է զբաղվում, էլի գրքեր հեղինակեցի, էլի իրենց մասիներ, բնականաբար նաև բանաստեղծական ժողովածուներ էի իհարկե հրապարակում, մինչև չարաբաստի 23 թվականը։ Տիկին Մարգարյան, դուք շրջափակման ողջ ժամանակաշրջանում եղել եք Արցախում, մեր բազմաթիվ հազարավոր հայրենակիցների հետ միասին անցել եք այդ դժվարին, եթե մեկ բառով դժվարին ճանապարհը։ Ինչպիսին էր Արցախցու ոգին, ինչպիսին էր Արցախցու կամքը շրջափակման այդ շուրջ 10 ծանր ամիսների։ Եթե այդպես կարճ ասելու լինենք, մեկ նախադասությամբ ասենք արձանագրելու լինեմ, ես անդադ մտորումների մեջ եմ, անդադ հետ եմ վերադառնում իմ հուշերով, ես կասեի մենք ամեն օր մաքարել ենք, ապրել ենք այնտեղ, որ ապրի Արցախը, որ ապրեցնենք Արցախը։ Դա իհարկե մեզ չհաջողվեց, բայց մինչև վերջը դիմակայել ենք, դիմադրել ենք, դա աննկարագրելի, պարզապես բառերով աննկարագրելի մաքարման օրեր էին, ու նաև տարիներ ինչու օրեր։ Տեսեք, դուք ռազմական լրագրությունից մինչև քաղաքացիական լրագրություն ճանապարհ եք անցել։
Բնականաբար այդ ճանապարհին առիթ եք ունեցել շփվելու հանրային հասարակական գործիչների հետ, քաղաքական դեմքերի հետ, ռազմական գործիչների հետ։ Կամա թե ակամա ականատես եք եղել Արցախի պետականության այդ ողջ գործընթացին։ Ըստ ձեզ, ինչու ամեն ինչ այսպես ստացվեց։ Հնարավոր էր արդյոք փրկել Արցախը։ Եթե հետ ենք դառնում եւ այդպես վեր ենք լուծում, որը հաճախ ենք մենք արդեն անում եւ այստեղ քննարկումների ժամանակ եւ հասարակական քաղաքական միջավայրում քննարկումների միանշանակ եղել են սխալներ, իհարկե եղել են, բայց ես չեմ կարող, ես որ միշտ եղել եմ առաջին գծում, միշտ եղել եմ այնպեսի գործի, այնպեսի պաշտոնի մեջ, նաև հասարակական առումով մենք ես նաև հանրային խորհրդի անդամ եմ եղել նախագահային առընթերում ենք հաճախ ենք հանդիպել նախագահի հետ հաճախ ենք քննարկումներ ունեցել տարբեր ինստանցիաներում տարբեր միշտ մտածել ենք որ այսպես անհնարին էր որ վերջը այսպես լիներ ինչպես որ եղավ միշտ մտածում ենք որ ինչ որ ելք կլինի որ աշխարհը խոլ չէ համր չէ որ կլսի այս ժողովրդի ձայնը կտեսնի ամեն ինչ այնպես պարզ էր այնպես բայց չգիտես ինչու այդպես ստացվեց որ մեր հակառակորդը մեզնից ավելի խելոք գտնվեց ավելի դիվանագիտական ճիշտ մոտեցում ռազմաքաղաքական հետո նրան օգնողները շատ էին մեր օգնողները մի տեսակ հետ ընկերկեցին եւ մեզ թողեցին միայնակ նույնը նաեւ Հայաստանի Հանրապետության մեր ռազմական քաղաքական ղեկավարությունը ընկերկեց թողեց Արցախը մենակ 150,000 մարդ մնաց 80 միլիոնի դեմ պատերազմում բնականաբար այդպես պետք է լիներ, բայց ասել, որ մենք պատրաստ չէինք, որ մենք չէինք մաքարում, որ մենք հետ էինք ընկրկել ճանապարհից, ոչ մի արցախցի խրամատում կանգնած զինվորից մինչև առաջին դեմք երկրի նախագահ մինչև վերջ պայքարել են, ես դա կարող եմ վկայել։ Տիկի Մարգարյան, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի չարաբաստիկ իրադարձությունից հետո Արցախը հայաթափվեց եւ մեր հայրենակիցները ստիպված բնակության նոր հասցեներ սկսեցին փնտրել ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Դուք այսօր էլ մայր հայրենիքում շարունակում եք հասարակական գործունեություն ծավալել եւ առիթ եք ունենում հանրության, հասարակության տարբեր շերտերի հետ շփվել, առնչվել։ Որ խնդիրները այս պահին կառանձնացնեիք արցախցիների շրջանում։ Միանշանակ սոցիալական առաջնահերթ է, որպեսզի մենք մեր հայրենակիցներին պահենք երկրում, չգնան, չցրվեն աշխարհով մեկ, ինչ օրինակները ունենք արդեն, ցավոք, ինձ կարծում եմ, որ պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրներին, իհարկե տակ պահելով նաև Արցախ վերադարձի քաղաքական հարցը, ինչ որ արվում է տարբեր ինստանցիաներում, տարբեր հանդիպումների ժամանակ, տարբեր լսումների, ես մասնակցում եմ գրեթե բոլոր քննարկումներին, որտեղ որ Արցախի մասին մի բառ անգամ ասվում է, ձգտում եմ լինել այնտեղ, այդպես բավականին տեղեկատվություն կա, ունեմ, որ մարդիկ ձեռքերը ծալած նստած չեն, աշխատում են, սակայն ձայն բարբարո հանապատի այս պահի դրությամբ չենք կարծում, որ այդպես շարունակվելու է, սառույցը պիտի կոտրվի ու սպասում ենք անընդհատ, որ մի բան պիտի փոխվի դեպի լավը, այսքան վատ լինել պարզապես չի կարող։ Տիկի Մարգարյան, առջևում 2026 թվականն է, նոր տարի, նոր շունչ, նոր էներգիա, վստահ եմ ունեք նախապես պլանավորված ծրագրեր, եթե գաղտնիք չեն, կիսվեք մեր բոլոր հետևորդների հետ։ Սիրով տարվա հետ մեկնարկել ոչ միայն նոր գաղափարները, այլ ես 25 թվականից եմ իմ հետ բերում գաղափարներ, որ պետք է իրագործեմ 2026 թվականին, ինձ համար տարին հոբելյանական է, հունվարի 27-ին պատրաստում եմ նշելու ոչ թե իմ, ասենք, հոբելյանը, այլ ես մտածում եմ, որ դա լինելու է հեղինակային երեկո, որը լինելու է իմ հաշվետվությունը, իմ երկրին, իմ ժողովրդին, տպագրությանը շուտով կիչնի, արդեն տպարան կիչնի իմ աղոթարան գիրքը,
որը ծնվել է Հակարի կամուրջն անցնելուց հետո եւ այդ բոլոր բանաստեղծությունները գրքի Արցախին են վերաբերում, իմ զգացողություններն են, իմ ապրումներն են եւ կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի հետ պատրաստում ենք այդ օրը շնորհանդեսի ներկայացնել տարիներս մնացին լեռներում տեսաֆիլմը, որը իմ անցած ճանապարհի այդ հետագիծն է, որտեղ ես պատմում եմ իմ երկրի մասին, իմ հայրենակիցների մասին, իմ հերոսների մասին ամենակարևորը, եւ դա ուզում ենք լինի այսպես Արցախին նվիրված մի ազգ, արցախցիներին, Արցախի հերոսներին նվիրված մի ազգ, այսպես մնայուն փորձել ենք մեր ձեռքի տակ եղած բոլոր կադրերը, դեպի տարբեր տարիների արված լուսանկարներ, ինչ որ պատառիկներ փրկել ենք Արցախից, չենք կարողացել մեր արխիվը իհարկե տեղափոխել, շատ բաներ մնացել են Արցախում, բայց ինչ որ բերել ենք, փորձել ենք փրկել այդ կադրերը, հիմա այդ ստեղծագործական այդ ընթացքի մեջ ենք, տեսնենք ինչ կստացվի, Աստված առաջ, ձեզ էլ կհրավիրում ենք սիրով, հունվարի 27-ին ժամը 7-ին արդեն օրը որոշված է, տեղը որոշված է, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար Տիկին Մարգարյան, ձեզ հաջողություն ենք մաղթում, համոզված ենք գեղեցիկ միջոցառում է լինելու։ Մենք էլ ենք այդ վստահությամբ առաջ ենք շարժվում։ Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան օրեր են, վստահ եմ, ինչպես յուրաքանչյուր ոք, այնպես էլ դուք ունեք փայփայած երազանք։ Ո՞րն է Սիրվարդ Մարգարյանի ամանորյա երազանքը։ Ինձ թվում է ոչ միայն իմ, այլ շատ շատերի, իմ շրջապատի, իմ ընկերների, իմ արցախցիների միակ երազանքը Արցախ վերադառնալն է։ Արցախ վերադառնալն է, վերադարձի ճանապարհը, Հակարի կամուրջը բացվելն է, տուն գնալն է, եւ կարծում եմ, որ շատ շատերը նոր տարվա գիշերը այդ երազանք պահելու պահին այդ երազանքն են պահելու։ Դրանում կասկած չկա։ Տիկին Մարգարյան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բավականին ջերմ զրույցի համար եւ խնդրել ձեզ, որպեսզի վերջում ձեր կոչն ուղղեիք ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ Հայք մեդիայի բազմահազարանոց լսարանին։ Հայ ժողովուրդը աշխարհի գործերում էլ լինի ինքը հայ է մնում, դա երևի գենետիկորեն այդպես մեզ փոխանցվել է, նաև պատմական առումով այդպես, որ մակարոնների ճանապարհին ենք միշտ եղել, հայ որտեղ էլ լինի հայ է, որտեղ երկու հայ, այնտեղ Հայաստան, Վիլյամ Սարյանն էր ասում։ Ես կուզենայի իրենց այդպես աստվածաշնչյան մի պատգամ հղել, ասում է Աստված արթուն ողջերի մեջ է, արթուն եղեք, բոլորին կոչ եմ անում արթուն լինել եւ երբեք հայրենի տան ճանապարհը չմոռանա։ Շնորհակալություն Տիկին Մարգարյան։